Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Փոքր հարմարավետ անմիջական 30 տարվա գործունեությունից հետո վերանորոգվել է Հերիկ Մալյանի անվան թատրոնը, փոփոխություններին առաջինը ծանոթացել է հանրապետության նախագահը։ Հրաժեշտ զբոսաշրջիկներին, անշարժ գույքին կամ պարզապես անարդյունավետ աշխատակիցներին։ Ինչ ակնկալել ոստիկանական համակարգից 2012-ում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ծրագրերը։ Ջեռուցման բացակայության պատճառով դաս պրոցեսը կասեցված է շատ կրթօջախներում։ Գեղարքունիքում 126 դպրոցից գործում է ընդամենը 7-ը։ Ով եւ ինչպես կփրկի հայկական պատմամշակութային հուշարձանը վերջնական փլուզումից։ Ինչ են պայմանավորվել հայ եւ վրացի մասնագետները Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման հարցի շուրջ։ Ֆրանսիայի սոցիալիստներն ու կոմունիստները մեկ մարդու նման կողմ են քվեարկելու Սենատում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին։ Թեկուզ 95 տարի անցնի, բոլորս հայ ենք, բոլորս դինք ենք։ Ակոսի սպանված խմբագրապետի գործընկերները թուրքական Ֆեմիդայից պահանջում են բացահայտել ոչրագործության իրական հեղինակներին։ Հանդուրժողականության ադրբեջանական ընկալումը։ Եվրատեսիլ 2012-ի օրերին Բաքվում կանցկացվի բոլոր ժամանակների ամենաերկար ու ամենատարողունակ գեյ պարադը։ Թատերական տոն բեմի սիրահարների համար նոր ոճով, նորոգ ու պատշաճ տեսքով իր դռներն է վերաբացել մայրաքաղաքի Հերիկ Մալյանի անվան թատրոնը։ Նորոգվել է 125 տեղանոց դահլիճը, ստեղծվել են հանդերձասրահներ, դերասանական կազմի շարժը հեշտացնելու նպատակով։ Մալյանականների ուրախ տոնին միացել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, դիտել է թատրոն ստուդիայի տարբեր ներկայացումներից դրվագներ։ Մալյանի թատրոնում դեռ 3 վերջին շտկումներն էին կատարում թատրոնի վերանորոգված շենքի պաշտոնական բացումից առաջ։ Այսօր բացի հանրապետության անվանի մտավորականներից ու մշակույթի գործիչներից թատրոնի հյուրն է նաև հանրապետության նախագահը։ Մալյանի ստեղծած ջերմ ու համերաշխ թատերական ընտանիքի անդամները նշում էին թատրոնի 3 տասնամյակների պատմության եւ անկախության 20 տարիների ընթացքում երկրի առաջին ղեկավարն է, որ այցելում է այս թատրոն։ Իրենք հպարտ են, քանի որ գիտեն ինչ ունեն ներկայացնելու։ Այստեղ առ այսօր պահպանվել են ոչ միայն Մալյանի շունչը, սկզբունքներն ու գեղագիտությունը, այլև անգամ բեմի չափերը։ Բեմի չափը որոշել է Մալյանը եւ ինքը այս աշխատանքներին մասնակցել է։ Շատ լավ հիշում եմ այդ օրերը եւ մի փուջուրել այդ օրվա փայտից պահել ենք հիշատակ բոլորի ստորագրությամբ։ Երբ 1981-ին Մալյանը ստեղծում էր իր երազանքի թատրոնը, դժվար էր պատկերացնել, որ այն այդպես էլ կմնա արդեն գոյություն չունեցող կինոյի տան փոքրիկ դահլիճում եւ առավել եւս, որ չի նորոգվի 30 տարի շարունակ։ Եվ միայն ամիսներ առաջ Հայաստանի կինոմիության ֆինանսավորմամբ հիմնավորապես նորոգվեց ոչ միայն դահլիճը, այլև թատրոնի աներևակայելի փոքր տարածքում հաջողեցին առանձնացնել 2 փոքրիկ հանդերձարան, որոնք միաժամանակ նաեւ դիմահարդարման սենյակներ են։ Արտիստները պարզապես երջանիկ Թատրոնի փոքրիկ, կամերային, ընդամենը 125 տեղանոց դահլիճն ու հանդերձարանը ստեղծագործական կատարյալ տարածք են Մալյանի դերասանական թիմի համար։ Մանր բաների մասին կսկսենք չմտածել, վայ որտեղ փոխվեմ գրիմս ոնց մաքրեմ, շուտ գնամ տաք ջուր կա, սառը ջուր կա, ամեն ինչ նորմալ պայմաններում, էլ ձմեռը գալիս կգանք կխաղանք, բայց չենք մրցի։ Իդեալական պայմաններ է ստեղծված, որի համար շատ շնորհակալ եմ։ Հայտնի թատերական սկզբունքը, որ բեմը պետք է արտիստին մի քանի քայլ բարձրացնի հանդիսատեսից, այս թատրոնում խիստ պայմանական է։ Դարձյալ Մալյանի սկզբունքն է։ Ներկայացումը երկխոսություն է հանդիսատեսի հետ, ում հետ դերասանը պետք է լինի նույն հարթության վրա եւ շնչի նույն ռիթմով։ Այդպես է աշխատում ամբողջ թատերախումբը, անգամ մալյանականների նոր սերունդը, որը նրան գիտի միայն կինոյից։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է ու ամեն ինչ շատ ասում եմ պարզ եւ հանճարեղ հենց դա։ Ես բնականաբար Հենրիկ Մալյանի հետ չեմ աշխատել, բայց ինձ թվում է այդ մթնոլորտը, այդ վիճակը դեռ պահպանվում է մինչև այսօր։ Հիմա արդեն թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու թատերախումբը միայն մի մտահոգություն ունեն՝ ունենա արդյոք թատրոնը սեփական շենք
ու երաշխավորված ստեղծագործական պայմաններ, թե Մալյանի տարիների երազանքը այդպես էլ անկատար կմնա։ Հիմա այդ ուղղությամբ փորձում ենք աշխատել եւ կարծում եմ մեզ կօգնեն եւ միմիայն այդպես պետք է լուծվի։ Եթե թատրոնը պիտի շարունակի աշխատանքը, նորմալ ռիթմիկ աշխատանքը պետք է նաեւ ունենալ նաեւ այդ հիմքը, դա շատ կարեւոր է, ամեն ինչ պետք է անել, կարծում եմ, որ պահպանվի թատրոնը եւ մենք վստահ լինենք, որ մոտ տարիներս նորմալ այստեղ պետք է տարիներին այստեղ պետք է աշխատենք, ստեղծագործենք, որտեղ ծրագրերը շատ են։ Իսկ այսօր թատրոնում տոնական մթնոլորտ է ոչ միայն վերանորոգման հաճելի առիթով, այլև հենց այսօր եւ այստեղ տեղի է ունենում մտավորականների ավանդական հանդիպումը երկրի քաղաքական առաջնորդի հետ։ Սովորաբար ջերմ եւ անմիջական այս շփումների ընթացքում ծնված գաղափարները տարվա ընթացքում վերածվում են գործում ծրագրերի։ Բացի այդ, մշակույթի գործիչները չափազանց ուրախ են Մալյանի թատրոնի համար։ Գաղափարը ծնվում է շփումների մեջ, այսինքն խոսում ենք, քննարկում ենք, մտքերի ենք կիսվում, մեր կարծիքն ենք այս կամ այն երևույթի մասին հայտնում։ Վերջին տարիների բոլոր այն հարցերը, որոնք բարձրացվել են, այս կամ այն կերպ, այն խնդիրները, որոնք հնչեցվել են, լուծումը ստացել են, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահան հատուկ ուշադրություն ունի մշակույթի ոլորտի հանդեպ եւ մշակույթի ոլորտի մարդկանց հոգսերի հանդեպ։ Այսօրվա հանդիպումը մտավորականների հետ մեզ համար շատ խորհրդանշական է, որովհետև հանդիպումը ինքը կայանում է հենց Մալյանի անվան թատրոնում, Մալյանի թատրոնի այսօր բացումն է ըստ էության նաև համընկել է այս միջադեպը եւ շատ կարեւոր է սա մեզ համար։ Մենք պարտավոր ենք վերանորոգենք։ Ես ավելի շուտ կասեի ոչ թե վերանորոգում, այլ վերակառուցում, որտեղ ոչ մի բան չի մնացել։ Հին թատրոնը ուներ միայն մի դալիճ։ Այդ խեղճ դերասանները գոտի վրա գրիմ էին անում եւ այլ եւ այլ։ Հիմա ես կարող եմ ասել, որ լիակատար թատրոնը իր բոլոր հարմարանքներով, իհարկե դեռ շատ բան կա անելու։ Վաղն արդեն կսկսվի ստեղծագործական հոգսերով ու ծրագրերով լեցուն նոր օրը։ 2012-ը հագեցած է նոր ներկայացումների ու նախագծերի գաղափարներով, եւ Նարինե Մալյանը վստահ է, հիմա արդեն կբացվի թատրոնի երկրորդ շնչառությունը։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, Արման Ղարիբյան, առաջին լրատվական։ Գործադիրի օրակարգից կառավարությունն այս տարվա առաջին նիստում հաստատել է 2012-ի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները։ Այս տարի կառավարության համար գերակա են լինելու գործարար եւ մրցակցային միջավայրի եւ հողօգտագործման բարելավումը, աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին բնակարաններով ապահովելու, զինված ուժերում կարգապահության ամրապնդման, հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի եւ տառարվեստի հանրահռչակման խնդիրները։ Երևանի օպտիկա-ֆիզիկական չափումների եւ ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտները կվերակազմակերպվեն եւ կմիացվեն Չափագիտության ազգային ինստիտուտին։ Համակարգը կհամապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին։ Միավորման անհրաժեշտությունը բխում է խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման կարեւորությունից։ Կառավարությունը հաստատել է 2012-2025 թվականների հայագիտության զարգացման հայեցակարգը։ Փաստաթուղթը հնարավորություն կտա պետության եւ հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային եւ մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։ Բարեփոխումները կշարունակվեն նաև ոստիկանությունում, հանցագործության եւ թմրամոլության դեմ պայքարը չի խնայի ոչ մի մականունավորի, պետավտոտեսուչ հասկացությունը կվերանա, համակարգը կազատվի անշարժ գույքից կամ զրո արդյունավետությամբ գործող աշխատակիցներից։ Ոստիկանության համակարգային փոփոխությունների շուրջ Վլադիմիր Գասպարյանը զրուցել է լրագրողների հետ։ Կադրային փոփոխությունները ոստիկանությունում մեկ նպատակ ունեն՝ արդյունավետ դարձնել աշխատանքը։ Համակարգում անհարկի ուռճացված հաստիկներ ստորաբաժանումներ կան, աշխատանքը ճիշտ չի բաշխված։ Ուռճացվածությունը նվազեցնելով Վլադիմիր Գասպարյանը հավատացնում է՝ ավելի լավ կաշխատեն։ Կան կադրեր, որոնք գնում են, որովհետև համարում են, որ սպառած են իրենց եւ իրենք համաձայնվում են իմ հետ։ Կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է, պետքա չլինեն, եղել են եւ անշարժ գույքեր, նորից կրկնված լինեն։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության արդեն նախկին պետը կադրային ռեզերվների տրամադրության տակ է։ Սա ըստ Գասպարյանի նշանակում է, որ Նորայր Մուրադխանյանն աշխատում է, ստանում աշխատավարձ, պարզապես տեղի է ունեցել այսպես ասած ռոտացիա։ 17 տարի մարդու չեղել արձակվող, կողմի երկու կողմից էլ հանգստում։
Ոստիկանապետը հավատացնում է, պիտանի աշխատակիցները համակարգից դուրս չեն մնալու։ Ամբողջ Երևանը կծածկեն տեսառադարներով, ծրագիրը 2013-ից էլ շուտ է ավարտվելու, մոտ ապագայում էլ վերանալու է պետավտոտեսուչ հասկացությունը։ Նրանք Գասպարյանի խոսքով կվերածվեն պարեկային ծառայությունների։ Ոստիկանապետն անդրադարձավ թմրամոլության համար վերջերս ձերբակալվածների խնդրին։ Իրենք ասած ոչ թե անձերի կամ կուսակցությունների, այլ երևույթների հետևից են գնում։ Շարունակվում են բոլոր ձերբակալությունները եւ շարունակվելու են բոլոր նմանատիպ ձերբակալությունները։ Կրկնվածն եմ, բացարձակապես նշանակություն չունի իմ սիրելիներս, թե որ կուսակցության, որ խավի, որ հաստության մարդիկ են։ Հիմա դա նշանակություն չունի։ Դա նշանակություն ունի նա, ինչ են արել այդ մարդիկ։ Սպասեք շատ բարեփոխումների ոստիկանությունում աշխատում են բոլոր ուղղություններով, ոչ միշտ է որ հաջողություններ են ունենում, բայց Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է, առիթ չի տա ոչ մեկին չարախնդալու, որ իր պաշտոնավարման ընթացքում հանցագործությունները չեն բացահայտվի։ Եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը անպայման կբացահայտվեն։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Կառավարության նիստում այսօր խոսել են նաև կանանց եւ անչափահասների գաղութում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման անհրաժեշտության մասին։ Քրեակատարողականում հիմնարկի պետի խոսքով դատապարտյալներն ստանում են հիգիենիկ պարագաների իրենց հասանելիք բաժինը։ Թեև այդ պահանջները խիստ ենթակայական են, անհատական սակայն չի կարող լինել չլողանալը, այն խիստ դատապարտելի է։ Ինչպես են ապրում դատապարտյալ կանայք, Սիրանուշ Մուրադյանն իր աշխատանքային օրն անցկացրել է Աբովյանի կանանց գաղութում։ Մկրատ, թել, ասեղ, այստեղ 127 կին է հավաքված եւ ուրեմն մկրատը, թելն ու ասեղը չէին էլ կարող բացակայել կենցաղից, կարել կարկատելու բան միշտ է լինում։ Ամալիա Մատուլյանը դատապարտվել է կավատության պատճառով, հայ աղջիկներ է հավաքագրել ու Դուբայ ուղարկել։ Գործը երկար չի շարունակել, բռնվել է, այժմ կալանավայրում լվացքի գործով է զբաղվում։ Լվացքի եւ բաղնիքի հարցերն է միշտ մատակարարում զոնայի։ Վերում ենք կիլոներով, մենք գրանցում ենք, լվանում ենք եւ հանձնում ենք իրենց։ Մարդն ինքն է որոշում, թե որքան շատ զբաղվի սեփական հիգիենայով, ասում է Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետը։ Արամ Սարգսյանը վստահեցնում է, սանիտարահիգիենիկ պարագաների, նյութերի, լվացամիջոցների այն անհրաժեշտ քանակը, որը պահանջվում է մաքրությունը պահպանելու համար, դատապարտյալ կանայք ստանում են։ Քնելատեղ, անկողնային պարագաներ, հագուստ, լողանալ, ձեռք լվանալ, բավարարվում են բոլորի պահանջները, ես այսօր դժվարանում եմ այդպես ասել, մի ընդամենը հիմքով յուրաքանչյուրի մոտ այս հարցերի նկատմամբ մոտեցումները անհատական են։ Քրեակատարողականի պետն ու բնակիչներն ասում են նաև, որ հիմնարկն ընդհանուր առմամբ նորոգման կարիք ունի։ Նորոգ պայմաններում մաքրությունը պահպանելն էլ դժվար չէ։ Ամուսնացած եմ արաբական ամրություններում արդեն 15 տարի է։ Արաբի հետ։ Արաբի հետ։ Հանդիսանում են 4 երեխայի մայր։ Կարինե Մանվելյանը 15 տարի Դուբայում է ապրել։ Մատների վրա հաշվելով ասում է, թե արդեն 3 տարի է, ինչ այս կալանավայրում է։ Դատապարտվել է արաբական քաղաքում գույքի յուրացման մեղադրանքով։ Ամուսնու շնորհիվ ասում է հասցրել է արաբերենին էլ տիրապետել։ Անա հենա մաֆի շայֆա հագա միշկոեսա։ Կալանավայրի պայմաններից գոհ եմ, ասում է։ Մի ընտանիք ենք դարձել, յուրօրինակ մեծ ընտանիք։ Ամեն ինչ արվում է շատ լավ, որովհետև բոլորս կին ենք, բոլորս մայր ենք, քույր ենք, բնականա պետք է արվի նենց, ոնց որ մենք ենք մեր տանել։ Սա մեր բնականա, մեր կացարանն է։ Բացառված չի նույնիսկ այն չափը, որը մենք այսօր տրամադրում ենք ինչ որ մեկի համար շատ լինի։ Բայց համոզված եմ նաև, որ մենք ունենք դատապարտիչներ, որոնց կարող է եւ չբավարարել։ Ամեն շաբաթ ամեն ինչ արվում է, որ քլորով ամեն ինչ մաքրվում է ու պրոստը քիչ է էլի։ Տուալետը։ Դե հերթ է լինում առավոտյան։ Աննա Ղազարյանն էլ բնակարանային գողության համար է դատապարտվել։ Տանտիրհուս բնակարանից ոսկեղենն եմ թրթրել, ասում է, բայց շտապով ավելացնում, որ այլևս երբեք չի անի։ Արածի համար թանկ է հատուցել։ Անազատության մեջ էլ հիմնական գործը արդուկելն է։ Ազատության մեջ ամենաշատն այս գործն է սիրում, ասում է։ Իսկ ընդհանրապես այստեղ խստագույն պահանջը շաբաթը նվազագույնը մեկ անգամ լոգանք ընդունելն ու անկողինը մաքուր պահելը։ Հնարավոր է ճաշարանային ափսեներից բացի ունենալ նաև սեփականը։ Մենք հացընկերներով իրար հետ ուտում ենք, մեկը էփում է, մեկը ուտում է, մեկը լվանում է, մեկը պարզած ժում է, ասենց ասել։ Հա, ընդհանուրից արած կաշտիցի, մեկը բռնում է, կա 4 օկանոց հացընկերը։ Մենք հիմա կալանավայրի խոհանոցում ենք։ Սրանք կացաներն են, որոնցում եփվում են ճաշերը։ Սա սոխերացն է,
Սա շիլան է։ Սա էլ այսօրվա բորշն է։ Կացաները կամ սեղանները գուցե թե լավագույնը չեն, բայց փայլում են մաքրությամբ։ Մեկ օր կալանավորված կանանց հետ անցկացնելուց հետո կենցաղային մաքրության տպավորությունից բացի նաև հոգեբանական ծանր տպավորությունն ես քեզ հետ տանում անշուշտ։ Մանավանդ երբ խոսքը կալանավոր հայ կնոջ մասին է, ով 1 տարի անց ազատ կարձակվի, բայց 8 տարի արդեն հասցրել է նստել ամուսնուն սպանելուց հետո։ Փոշմանել եք։ Հայ կլամաներ։ Սիրանուշ Մուրադյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Հանրապետության մի շարք դպրոցներում դասերը հետաձգելու որոշումը պայմանավորված է ջեռուցման խնդրով, որոշ դպրոցներ ընդհանրապես կաթսայատուն չունեն։ Եվ չնայած դասերի վերսկսմանը, այս պահին դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կազմում է 50%։ Իսկ նրանք, ովքեր այս օրերին դպրոց չեն հաճախում, բացը կլրացնեն հավելյալ պարապմունքների միջոցով ու գարնանային արձակուրդի ընթացքում։ Կրթության նախարարությունում վստահեցրել են, որ մայրաքաղաքում չջեռուցվող մոտ 2 տասնյակ դպրոցների հարցը շուտով կլուծվի։ Սուսան Բադալյանն է պատմում։ 42-րդ ավագ դպրոցում ջերմաչափն ամենահրատապ ու տարածված սարքն է։ 7 10 Չջեռուցվող այս դպրոցում դասերը հունվարի 9-ից էլ վերսկսվեցին, տնօրենը բացատրում է, թե ինչու չօգտվեցին արձակուրդը երկարաձգելու կրթության նախարարության առաջարկից։ Հիմա երբ հունվարը մեզ պարգևել այսպիսի եղանակ, այսպիսի արև, ինչի չօգտվենք։ Երեխաներին հարցրեք։ Հատկապես ցրտաշունչ դեկտեմբերը կոփել է ուսուցիչներին էլ, աշակերտներին էլ, իհարկե ոչ այնքան, որ դասի ժամանակ վերարկուն հանեն, այդպես վարվում են միայն խիզախները։ Շատ նորմալ է։ Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ դասերը վերսկսելու որոշում կայացրել են հաշվի առնելով նաև ծնողական խորհրդի կարծիքը, ավագ դպրոցը ծրագրից հետ չընկնեն, հատկապես որ դպրոցում ցուրտ է ու փետրվարին էլ կաթսայատուն չեն կառուցի։ Պայմանները լավը չեն, մենք չունենք լոկալ ջեռուցում, շատ ենք ուզում ունենալ, բայց դեռ չունենք։ Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, Երևանում այսօր չջեռուցվող մոտ 20 դպրոցների հարցը շուտով կլուծվի։ Մյուս տարի Երևանի խնդիրը վերջնական կլուծվի։ Հայաստանի 1400 դպրոցներից 342-ը երկարաձգել են իրենց ձմեռային արձակուրդը։ Հանրակրթության վարչության պետը ենթադրում է հենց այդքան դպրոցներ ջեռուցման խնդիրներ ունեն։ Դասասենյակներում նվազագույնը 16 աստիճան ջերմություն պետք է լինի։ Նարինե Հովհաննիսյանը սակայն մրսելը սուբյեկտիվ զգացողություն է համարում։ Ես 20-ից ներքև ես չեմ մրսում, բայց տնից ընտանիքի անդամները մրսում են։ Ամենաանմխիթար վիճակը Գեղարքունիքում է, այստեղ 126 դպրոցներից միայն 7-ում են դասերը վերսկսվել։ Ջեռուցվող դպրոցներում էլ սակայն աշակերտների ներկայությունը դժվարությամբ է ապահովվում, 50%-ը բացակա է։ Մենք ունենք այսօր դպրոցներ, որտեղ տնօրենը Աբշահար ասում է լուսամուտ եմ բացել անգամ, այդքան տաքացված է, բայց երեխաների թիվը նվազ է։ Սա ըստ Նարինե Հովհաննիսյանի հետտոնական ծուլությունն է եւ այն կհաղթահարվի։ Հանրապետության բոլոր դպրոցները անկախ դրսի ու ներսի ջերմաստիճանից պետք է վերադառնան հունվարի 23-ից։ Փոքրիկ բացառություն կլինի միայն երևանցի առաջին ու երկրորդ դասարանի փոքրիկների համար։ Նրանց արձակուրդը կձգվի մինչև փետրվարի 3-ը ներառյալ։ Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Լոռու մարզպետարանում փորձում են լուծում տալ մանկատների անչափահաս սաների բնակարանային խնդիրներին։ Բանն այն է, որ օրենքը չի թույլատրում 18-ը լրացրած սանին մեկ հարկի տակ ապրել բախտակից անչափահասների հետ։ Ավելի քան 4 տասնյակ նախկին սաներից վերջին տարիներին բնակարան է ստացել միայն 5-ը, որոնցից միայն 2-ին է պետությունը տանիք հատկացրել։ Վանաձորում փորձում են շրջանավարտներին օգնելու այլ միջոցներ գտնել, այդ մասին պատմում է Հրաչյա Պապինյանը։ Արտյոմ Տերոշինը Վանաձորի մանկատանը հայտնվեց մոր մահից հետո, որևէ ազգական չունի, 18 տարեկանում մեկնեց ծառայության, սակայն վերադառնալուց հետո իմացավ, որ չի կարող շարունակել ապրել մանկատանը, քանի որ գործող կարգի համաձայն 18 եւ ավելի տարիք ունեցողները այլևս չեն կարող համատեղ բնակվել անչափահաս սաների հետ։ Տերոշինը մի քանի օր մնաց ընկերոջ տանը, սակայն երկար մնալ չէր կարող։ Խորհուրդ տվեցին դիմել մարզպետարանի համապատասխան բաժին։ Դե Մարգար Ամսաքսյանն արեք, տենց իրան դիմեցի, ասացի, որ եկել եմ տեղ չունեմ մնալու, ինքը ցանգեց աշկերտոն, ասա մի քանի օր, հետո տենց մի քանի օր լրացավ։ Արտյոմը ժամանակավոր իրավունք ստացավ բնակվել մանկատանը։ Այս պատմությունը լուսաբանվեց լրատվամիջոցներով, որից հետո Open Armenia կազմակերպությունը 1 տարով բնակարան վարձակալեց Արտյոմի համար։ Մարզպետարանը աջակցեց գրանցման, անձնագրի եւ նպաստանալու հարցում, սակայն խնդիրը դրանով վերջնական լուծում չի ստանում ոչ միայն Արտյոմի, այլև Վանաձորի մանկատան շուրջ 39 շրջանավարտի համար։ Շահառու 44 նախկին սաներից վերջին տարիներին բնակարան ստացել են միայն 5-ը, 2-ը պետական, 3-ը հոմի միջոցներով։
2011 թվականին շրջանավար սաների մի մասին բնակարանի առաջարկվել Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում, սակայն ուսումնասիրելով բնակ տարածքները եւ պայմանները, թե երեխաների իրավունքներով ու խնդիրներով զբաղվողները եւ թե իրենք սաները հրաժարվել են այդ առաջարկից։ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում հույս ունեն, որ ընթացիկ տարում հնարավոր կլինի լուծել գոնե բանակից զորացրված տղաների բնակարանի խնդիրը, որոնց համար օրենքը առաջնահերթություն է սահմանում։ Հիմա կառավարությունը ելքեր է որոնում այս խնդիրը լուծելու համար, ես միայն կարող եմ ասել, որ այս խնդիրը այսօրվա դրությամբ գտնվում է կավարչապետի հանձնարարական երեխաներին բնակարանով ապահովելու մասին։ Իսկ քանի դեռ շրջանավարտները բնակարան չեն ստացել, Վանաձորում փորձում են օգնելու այլ միջոցներ գտնել։ Մարզպետարանը բնակարան է վարձակալել մեկ այլ սանի Գևորգ Գալստյանի համար, լուծել նրա աշխատանքի տեղավորման խնդիրը։ Մշտապես օգնություն չսպասելու եւ իր կյանքը ինքնուրույն կազմակերպելու համար փորձում են կազմակերպել նաեւ մասնագիտական ուսուցում։ Աշխատանք ժամանակավոր կճարենք, ժամանակավոր օգնություններ կճարվեն, այստեղ խնդիրը հետագայի մասին է, այսինքն որպեսզի ունենա հիմնական մասնագիտություն։ Նարեկ Սարգսյանն ասում է, թե կարողացել է նաև միջոցներ հատկացնել արդեն իսկ մանկատան շրջանավարտներին հատկացված բնակարանները գազիֆիկացնելու համար։ Հրաչյա Պապենյան, Էլի Դիոլչյան, առաջին լրատվական։ Բարեգործական համերգ մանկատների, հատուկ դպրոցների հաշմանդամ երեխաների եւ ընդհանրապես մանկապարտեզների սաների ու դպրոցականների համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդաց տների մոտ 300 սան այսօր տոնական համերգով ուրախացրել են մի քանի 100 երեխաների, շնորհավորելով նրանց ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Արամ Խաչատրյան համերգասրահում երեխաների բեմական ներկայացումները, երգն ու պարը մեծ բավականություն են պատճառել հանդիսատեսին։ Հայորդաց տների սաները ցուցադրել են իրենց տաղանդը։ Սա կատարվում է մեկ նպատակի համար, տեսնելու համար, թե ինչ կարող է տալ հայ երեխան, երբ դու նրա հետ աշխատում ես, երբ դու նրա հետ պարապում ես, կամ ընդհանրապես, երբ երեխային դաստիարակում ես հատուկ կաղապարով, ստանում ես այն ձևը, որ ուրախություն է թե ծնողի համար եւ թե հասարակության համար։ Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկված հրդեհի մարման ժամանակ վնասվել էր 4 սյուներից մեկը, ինչը կարող էր դառնալ եկեղեցու ամբողջական փլուզման պատճառ։ Շտաբ Թբիլիսի է մեկնել մշակույթի նախարարության պատվիրակությունը վրաց գործընկերների հետ հայկական տաճարի փրկության ծրագիր մշակելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Վիրահայոց թեմի առաջնորդ հույսը չի կորցնում, որ խոնարհման եզրին հայտնված ոչ միայն կնորոգվեն, այլև կվերադարձվեն հայ համայնքին։ Ռուզաննա Վարդերեսյանի եւ մեր գործընկեր Գիվի Փեյքրիշվիլիի տեսանյութը։ Եթե հիմք ընդունենք 1914 թվականի Արարատ ամսագրի տվյալները, մինչև խորհրդային կարգերի հաստատումը Թբիլիսիում գործել է 26 հայկական եկեղեցի, ամբողջ Վրաստանում 435։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցիների մեծ մասը փակվել է։ Այսօր Վրաստանում գործող 39 հայկական եկեղեցիներից միայն 2-ն են մայրաքաղաքում։ Ժամանակին Թբիլիսիում եղած 26 հայկական աղոթատեղիներից 7-ը վրացականացվել է, 10-ը հիմնովին փլուզվել, իսկ 5-ը չգործող եկեղեցիներ են։ Սուրբ Նորաշեն, Մուղնիի Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եւ Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցիներից էլ միայն 2-ն են կանգուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի այցի ընթացքում հենց այս եկեղեցիները վիրահայոց թեմին վերադարձնելու հարցն է քննարկվել, որ մինչև այժմ էլ լուծված չէ։ 5-ից 3 եկեղեցին աստիճանաբար խոնարհվում է։ Մենք սրտի կսկիծով ենք նայում այս ամենին, բայց ոչինչ անել չենք կարող։ Արդեն երրորդ եկեղեցին է փլվում մեր աչքի առաջ։ Մենք անում ենք միայն այն, ինչ մեր ուժերը ներում են ու ինչ թույլատրել է, բայց փաստը մնում է փաստ, որ եկեղեցիների վերականգնման աշխատանքների մեկնարկն ուշանում է։ Օրերս Սուրբ Նշանում տեղի ունեցած հրդեհի եւ հրդեհաշիջման հետևանքով փլուզվեց եկեղեցու գմբեթի 4 սյուներից մեկը։ Վրաստանյան իշխանություններն իրենց խոսքով պատրաստ են անել ամեն ինչ եկեղեցու փլուզման վտանգը կանխելու համար։ Խնդրին լուծում տալու ուղիները որոնելու եւ գործնական քայլերի մշակման նպատակով Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը հուշարձանագետ Հովանես Սանամյանի գլխավորությամբ Թբիլիսիում է։ Հանդիպումներ են եղել Վրաստանի հուշարձանների պահպանության վարչության ղեկավարության հետ։ Այսօր մենք փոխադարձ պայմանավորություն բերեցինք վրաց մասնագետների հետ, որ առաջնահերթ կհստակեցվեն այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ է շտապույտ իրականացնել եկեղեցու հետագա պահպանությունը ապահովելու նպատակով։ Դիահույս ենք, որ այս օրերին կսկսվի
միջի աղբի հանումը եկեղեցու եւ գուցե թե կամաց սկսվի աշխատանքը նաեւ տաճարի վերականգնման, փլվածյան առաջին հերթին վերականգնման։ Վրաստանի հուշարձանների պահպանության վարչությունը, Վրաց պատրիարքն ու Թբիլիսիի քաղաքապետարանը խոստացել են աջակցել եկեղեցու փրկությանը, որպեսզի սյան փլուզումը չդառնա պատմամշակութային կարևոր հուշարձանի կորստի պատճառ։ Վրացի մասնագետների կողմից պատվիրվել եւ արդեն պատրաստվել է Սուրբ Նշանի վերականգնման նախագիծը։ Հայ-վրացական կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում արդեն մոտ օրերս կմեկնարկեն եկեղեցու ամրակայման աշխատանքները։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, Առաջին լրատվական։ Սպասենք գործնական քայլերի։ Սոցիոմետրի չափումները 2011-ի հայաստանյան ներքին, արտաքին քաղաքականության ու սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Հայկական արժույթը չի տատանվել դրա մի կայուն դիրքը բիզնեսին հնարավորություն է տվել ծրագրել անելիքները։ Ըստ Արոն Ադիբեկյանի, որպեսզի տնտեսությունը սրընթաց թռիչք ունենա, պետք է միջազգային ֆինանսական աշխարհում Հայաստանի գրավչությունն առավել ընդգծվի, բարելավվի ներդրումային դաշտը։ Սոցիոլոգի խոսքով առաջիկա ընտրություններին քաղաքացիների ակտիվությունը պայմանավորված կլինի առաջին հերթին սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, գործազրկության խնդրի լուծման, նաև պատերազմի վտանգի չեզոքացման հեռանկարով։ Իդեպ կուսակցությունների քաղաքական կշիռը սոցիոմետրը դեռևս ճշգրիտ չի չափել։ Սոցիոլոգիական կենտրոնն առայժմ պատրաստվում է գնահատել քաղաքական ընդհանուր իրավիճակը։ Հստակ տվյալներ Ադիբեկյանը կհրապարակի 1-2 ամսից։ Սոցիոլոգի կանխատեսմամբ ընտրություններից հետո կձևավորվի նոր կոալիցիա, խորհրդարան կմտնեն Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինացի երկիր կուսակցությունները, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը։ Ադիբեկյանը չի բացառել դաշնակցության հետ ժառանգության միասին հանդես գալը։ Եվ մենք կանխատեսում ենք, որ ՀԱԿ-ը այնուհանդերձ շանսեր ունի անցնելու ազգային ժողով, հետևաբար մենք ազգային ժողովում կունենանք ոչ թե թույլ ընդդիմություն, այլ եթե ժառանգությունն էլ անցավ ՀՅԴ-ի հետ միասին, 3 կուսակցություն կդառնան ընդդիմադիր եւ մեր ազգային ժողովը կաշխատի լրիվ ուրիշ ռեժիմով։ Հայտեն, որ Արոն Ադիբեկյանն այսօր կհյուրընկալվի առաջին հարցազրույցում իմ գործընկեր Նվեր Մնացականյանի եւ սոցիոլոգի հարցազրույցը դիտեք այսօր ժամը 23-ին։ Հունվարի 19-ին Լրանում է Հրան Դինքի սպանության 5-րդ տարելիցը, այդ օրը Դինքի ընկերները պատրաստվում են երթ իրականացնել դեպի նրա սպանության վայր, Ակոսի խմբագրատուն եւ այդ առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է, մեջբերում եմ. Ոչրագործությունից 5 տարի անցել, մեզ սակայն չեն համոզի այն փաստերը, թե իբր այդ սպանությունը 2-3 մարդու կողմից է ծրագրվելու իրականացվել։ Դինքին սպառնացողները, նրա սպանության պատվիրողները, նրա դեմ թակարդ լարողները իրենց օձիքն ազատելով այդ գործից մեր ցավը ծաղրի առարկա են դարձնում։ Մենք կանխորոշված դատավարություն չենք ցանկանում, որ պատժվեն միայն Դինքի վրա կրակողները։ Մենք դեռ անելիք ունեն։ Խիղճ ունեցող բոլոր մարդիկ 5 տարի է ապրում են օրեցօր սաստկացող ցավով։ Եթե մոռանանք այդ ամենը, մեր ընկերոջը եւս մեկ անգամ կսպանենք եւ նոր սպանությունների առիթ կտանք, ասված է հայտարարությունում։ Հրանտի ընկերներն ընդգծել են, որ 5 տարի չէ, 95 տարի էլ անցնի, կարգախոսն անփոփոխ է։ Բոլորս հրանտ ենք, բոլորս հայ ենք։ Ֆրանսիացի սոցիալիստներն ու կոմունիստները կողմ կքվեարկեն հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատում քննարկվելիք ցեղասպանությունների շղթումը քրեականացնող օրինագծին։ Ըստ Նուվել Դաղմենիի այս մասին հայտարարել են այդ երկու կուսակցությունների գործադիր կոմիտեների ղեկավարներ Ֆրանսուଆ Ռեպսամենը եւ Նիկոլ Բորվո Կոհենսիթը։ Սոցիալիստների մեծ մասը կողմ է քվեարկելու օրինագծին, սակայն կուսակցության այն անդամները, ովքեր չեն ցանկանա կողմ քվեարկել, ազատ կլինեն իրենց ընտրության մեջ, հայտարարել է Ռեպսամենը։ Նա նաև ընդգծել է, որ օրինագիծը չի վերաբերում հիշողությանը, այլ առնչվում է ներկա իրականությանը, իսկ մասնավորապես հայերի համար այն արդարության փաստաթուղթ է։ Մեր կուսակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին եւ դա անելու ենք մեկ մարդու նման, իր հերթին հայտարարել է կոմունիստների առաջնորդ Նիկոլ Բորվո Կոհենսիթը։ Տեղեկացնեմ, որ ցեղասպանությունների շղթման համար քրեական պատասխանատվություն սահմանող ֆրանսիական օրինագիծը կդրվի սենատի քննարկմանը հունվարի 23-ին Երևանի ժամանակով ուղիղ 18:00-ին։ Ֆրանսիայում սկսվել է նախագահական ընտրապայքարը, նախագահ Նիկոլա Սարկոզիի հիմնական հակառակորդը Ֆրանսուଆ Օլանդն է, սոցիալիստական կուսակցության նոր թեկնածուն։ Կուսակցությունը նախագահի իր հիմնական թեկնածուին, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսքանին կորցրեց սեռական բնույթի սկանդալի պատճառով։
Բարձր պաշտոնի համար պայքարի երրորդ եւ ոչ պակաս լուրջ տեխնացուն է Մարի Լպենը, աջ ծայրահեղական ազգային ճակատ կուսակցության ղեկավարը։ Բացի այս երեքից նախագահական ընտրապայքարի մասնակցելու է եւս 13 տեխնացու, այդ թվում Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան։ Ընտրությունները կկայանան ապրիլի 22-ին, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ նախագահը կընտրվի միայն երկրորդ փուլում։ Մեծ Բրիտանիայում քննարկման թեմա է դարձել Շոտլանդիայի անկախության հանրաքվեն։ Բրիտանական կառավարությունը դեմ չէ հանրաքվեին։ Տարաձայնությունը կապված է անցկացման ժամկետի հետ։ Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարը, որը նաև տարածաշրջանային կառավարության առաջին նախարարն է, հայտարարել է, որ հանրաքվեի անցկացման ճիշտ ժամկետը համարում է 2014 թվականի աշունը։ Սակայն բրիտանացիները ցանկանում են ավելի վաղ անցկացնել, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ շոտլանդացիների 54%-ը դեմ է անկախությանը։ Այդ գաղափարը պաշտպանում է 29%-ը, ինչն էլ ձեռնտու է անգլիացիներին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, սակայն Լոնդոնի շտապողականությունը պատճառաբանել է բիզնեսի հանդեպ անհանգստությամբ։ Վարչապետը համոզված է, որ հանրաքվեի անցկացման հետ կապված անորոշություն առաջին հերթին տուժում է Շոտլանդիայի տնտեսությունը։ Շոտլանդացիների մեծ մասն էլ սույն անհանգստությունը համարում են իրենց գործերին բրիտանացիների ակնհայտ միջամտություն։ Իսկ վերլուծաբանները նշում են, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն միջազգային իրավունքի երկու սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության համադրման փայլուն օրինակ է։ Եվ վերջում հանդուրժողականության ու ժողովրդավարության ադրբեջանական ընկալման մասին։ Բաքվում Եվրատեսիլ 2012-ի անցկացման օրերին տեղի կունենա նաև միասեռականների 4-օրյա շքերթ հենց Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ըստ ադրբեջանական Ֆակտ Խաբեր կայքի ամեն տարի այդ օրը լեսբուհիները, համասեռամոլները, բիսեքսուալներն ու տրանսսեքսուալները աշխարհի տարբեր քաղաքներում գեյ շքերթներ են կազմակերպում, որը վերածվել է Եվրատեսիլյան խորհրդանիշի։ Այս տարի դա կանցկացվի Բաքվում մայիսի 22-ից 26-ը։ Ու թեև շատ երկրներում արգելվում է նման շքերթերի անցկացումը, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանությունները որոշել են այս տարի թույլ տալ գեյերին անցկացնել դա, որպեսզի ցույց տան արևմուտքին իրենց հանդուրժողական վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցում։ Այսքանն էինք նախատեսել, տաղավարում աշխատեց Աբրահամ Գասպարյանը, մնացեք խաղաղությամբ։